Ցայք հեռուստաընկերության եթերում Մեդինֆոյի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Այսօր տաղավարում իմ հյուրն է Գյումրու Էնրիկո Մատեի անվան պոլիկլինիկայի մաշկաբան Բազգեն Հովհաննիսյանը։ Բարև ձեզ, բժիշկ։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ մեր հրավերը ընդունեցիք։ Ես եմ շնորհակալ։ Բժիշկ, թերևս այսօր մենք տաղավարում խոսելու ենք մի շատ տարածված թեմայի մասին, այն է մազաթափություն։ Ինչ է այն իրենից ներկայացնում, ինչի հետևանք է մազաթափությունը։ Այսպես ասեմ, մազաթափությունը հիմա համարվում է գլոբալ խնդիր մաշկաբանական հիվանդությունների մեջ։ Իր տարբեր տարատեսակներ կան, տարբեր ցևեր կան, բայց հիմնականում նա բաժանվում է երկու խմբի։ Գլխի մաշկի սպիացնող մազաթափություն, որը ուղեկցում է գլխի տարբեր հիվանդությունները, որոնց ժամանակ սպիներ են առաջանում եւ մազերը թափվում են։ Բայց ավելի մեծ խումբ է ոչ սպիացնող մազաթափությունը, որի մեջ մտնում են տարբեր իր ցևերը։ Կարող լինել օջախային մազաթափություն, կարող լինել տոտալ կամ ունիվերսալ մազաթափություն, կա նաև անդրոգենային մազաթափություն, որը կապված է հորմոնների հետ։ Անդրոգենային մազաթափություն տեսել եք տղամարդկանց մոտ, որ վաղ, ասենք 30-ից 40-ից հետո ճաղաթանում են, դա կոչվում է անդրոգենային մազաթափություն։ Կարող է լինել ֆիզիոլոգիական մազաթափություն հեղիների մոտ, փոքր երեխաների մոտ ծնվելուց հետո, կարող է լինել տրավմատիկ մազաթափություն, որ մազերը ցիկ կապում են պարույները, հետևը ասենք ցիկ կապում են, այս ճակատային մասը առաջանում է ալոպեցիա, մազերը թափվում են տրավմայից ֆոլիկուլների։ Կա նաև նեյրոհոգեկան բնույթ ունեցող մազաթափություն, դա տրիխոտիլոմանիան է, որը տարածված է երեխաների մոտ։ Իրանք պոկում են եւ գլխի մազերը, եւ թարթիչները, եւ հոնկերը։ Պրոբլեմային, ասենք, հիվանդություն է իրան բուժելը։ Կա նաև սեբորեային մազաթափություն, յուղոտ մաշկ գլխի, այդ ժամանակ մազերը թափվում են։ Տարբեր, օրինակ, օջախային մազաթափությունը եւ տոտալ մազաթափությունը մի քայլ է իրարից ընդամենը։ Տոտալ ամեն րոպե կարող է օջախային մազաթափություն դառնալ նաև տոտալ մազաթափություն։ Այդ դեպքում հիվանդը ոտքից գլուխ հետազոտվելու է։ Արվել է բոլոր արյան անալիզները, հորմոնների անալիզները, վանաձև քիղձի անալիզները, բոլոր միկրոէլեմենտները արյան մեջ, մազերի, ասենք, տրիխոսկոպիա է կատարվում, այսինքն հետազոտություն թվային դերմատոսկոպով մազերի վիճակը պարզելու, այդ մազաթափության ժամանակ օջախային եւ տոտալ մազերի կտրված են, ջարդված են մաշկի մագերեսին։ Մի քիչ բարձրանում է, կոտրվում է, մի քիչ բարձրանում է, կոտրվում։ Մաշկից մագերեսից ինքը չի բարձրանում, դրա համար որ նայում է գլխին սև կետիկներ են լինում այդ հիվանդների մոտ։ Հետագա ընթացքում առաջանում են դեղին հանգույցներ արդեն գլխին, որը տիպիկ նշան է օջախային մազաթափության եւ տոտալ։ Տոտալ մազաթափությունը կարող է պրոգրեսիվել, թափվել ոչ միայն գլխի մազերը, այլև կոպերի, թարթիչների, մարմնի այլ մասերի մազաթափությունը բավականին դժվար լուծելի խնդիրային հիվանդություն է ինքը։ Չնայած հետազոտություններին, չնայած մեծ ծավալին այդ հետազոտությունների կարող է ոչ մի շեղում հիվանդի մոտ չգտնենք։ Իսկ բուժումը կրում է զուտ էմպիրիկ բնույթ։ Այսինքն տալիս ենք վիտամիններ, տեղային կորտիկոստերոիդներ մազեր ենք տալիս, մինոքսիդիլ ենք տալիս, այդ տոտալի եւ օջախայինի։ Մի նոր, ասենք, ճյուղ է բացվել, բիոլոգիական ակտիվ նյութեր ենք տալիս նաեւ, կոչվում է յանուս կինազի խմբի տեղորայք, բավական տարածված են, ասենք, տոֆվացիտինաբ, սինորա, բայց հələ որ կլինիկորեն ապացուցված չի իրանց ազդեցությունը։ Ավելի շատ իրանք կողմնակի երևույթներ են տալիս, քան օգնում են մարդուն։ Այդ կողմնակի երևույթները ինչով են դրսևորվում։ Արյան պակասով, իմունիտետի անկումով, մազեր չգալով, այդ եղածն էլ կարող է թափի գլխին այդ տեղերից հետո։ Այսինքն ոչ միայն դրական դինամիկա կարող ենք չնկատել, այլև այո, հետընթաց։ Բավական, ասենք, տարածված է հիմա երեխեքի մոտ մազաթափությունը։ Ես հիվանդ եմ ունեցել 2 տարեկան, 3 տարեկան, 4 տարեկան ու տոտալ մազաթափությամբ։ Երկարատև բուժումներ են ստացել, բոլոր հորմոնները կատարվել, անալիզները ցիտոստատիններից սկսած իրանց խմել են մի տարի,
արդյունքը շատ քիչ է եղել։ Որը ցույց է տալիս, որ եթե մազատափությունը բուժելու ընթացքում աճում է թարթիչները կամ կոպերը, դրանից նոր գլխի մազերը կաճեն։ Առաջին ազդանշանը քրականության մեջ նշած է, որ այդպես է, եթե թարթիչները կոպերը եկան, որոշակի ժամանակ հետո կգան նաև գլխի մազերը։ Իսկ ասենք դրսում արտասահմանում ընդհանրապես չեն էլ բուժում իրանք։ Մինչև 7-8 տարեկան ընդհանրապես ոչ մի թեորայիկ հորմոնալ ոչ մի բան չի նշանակում երեխային։ Ինչու՞։ Որտեվ այդ հորմոնալ տեղերը, ցիտոստատինները բազմաթիվ ավելի կողմնակի երևույթներ ունեն, քան իր մազաթափություններ։ Իսկ մենք ինչու ենք բուժում անում։ Կախված բժիշկների ցանկությունից։ Հետևել պետք է պրոտոկոլներին բուժում չանել երևի սպասել, բայց ծնողը բժշկից ավելի մեծ հույսեր ունի, քան բժիշկը կարող է։ Այդ մազաթափված երեխայի տեսքը, ասենք մեծի տեսքը շրջապատի համար, իր համար առաջացնում է ներվահոգեկան ստրեսներ, դեպրեսիա, շատ դժվար է իրան բացատրել, որ կգա մի քիչ սպասելա պետք մի տարի, 2 տարի, 3 տարի։ Այդ խնդիրը կա։ Այդ ստրեսն մի կողմից է գումարվում։ Ստրեսն մի կողմից է գումարվում։ Եղած խնդրին։ Ու այդ ավելի խորանում բարտանում, իրանք շրջապատից արդեն քաշվում են մի կողմ, չեն խաղում երեխեքի, չեն շփում չկա եւ այլն։ Շատ դժվար վիճակ է, երեխեքի մոտ ավելի ծանր է ընթանում։ Մեծերի մոտ էլ ասենք, ջայլ աղջիկների մոտ մազաթափությունը մեծ խնդիր է։ Իսկ տարածված է երիտասարդների շրջանում։ Հա, տարածված է։ Հիմա մի ուրիշ տենդենս կա, գալիս ասում են մազաթափություն ունեմ, բայց նայում ես ոչ մի տեղ չկա թափված։ Ասում են որ ասենց քաշում եմ, եկա մազեր է գալի։ Մազը ինքը փոխվելու է, մեկ է։ Չէ, մեկը աճում է, մեկը քնում։ Իսկ աճելու համար ինքը 3 էտապ անցնում։ Անագեն, կատագեն, տիլոգեն։ Ամեն մեկը, ասենք ամենաերկար ստադիան դա անագենային ստադիան է, 4-ից 5 տարի է տևում ինքը։ Մյուսը տևում է 2-3 տարի, մյուսը 2-3 ամիս։ Եթե բարձի վրա հաշվում ես առավոտ 100 մազից ավել եղավ, ուրեմն համարվում է մազաթափություն։ Իսկ եթե 99 մազ է, ուրեմն մազաթափություն չէ։ Եթե 120-ել է, էլի մազաթափություն չի համարվում։ Բա հիմնական ասենք թելոգենային մազաթափությունը տարածված է կանանց մոտ։ Մեծ խնդիրը միշտ գալիս են էլի, ասենք փողոքում են։ Թելոգենային մազաթափությունը հիմնականում կապված է ասենք 5-6 ամիս առաջ տարած ստրեսի հետ, այրան խնդրի հետ, օնկոհիվանդների մոտ, որոնք ստացել են օնկոպրեպարատներ։ Հիմնական քիմիոթերապիա, ճարագայթում, դիետային պաշտպանում նաև։ Դիետան էլ է նպաստում մազաթափությանը։ Ստամոքսահայկային տրակտի հիվանդությունները նպաստում են մազաթափությանը, վահանաձև կեզի խնդիրները, տրավմաները, բարձր ջերմությամբ ուղեկցվող ինֆեկցիոն հիվանդությունները, այդ բոլորը նպաստում են թելոգենային մազաթափությանը։ Մազերը բարագում են, խամրում են, որակը կորում է, բայց թափվում են, բայց ասենք մազաթափված օջախ չի լինի գլխին, բայց ուղղակի ինքը կլինի վատ մազեր։ Վատորակ։ Վատ չոր մազեր կլինի ու քիչ։ Այս դեպքում մի շարք միջոցներ են, չէ՞, նաև կիրառում ոչ միայն դեղորայքային, այլև, չգիտեմ, մեկը մյուսից լսելով եւ այլն, օրինակ օճառահեղուկների մեջ ավելացնում են նաև վիտամիններ, այսպիսի բաներ կան։ Ինքնաբուժություններ։ Չէ, օճառահեղուկի մեջ ինչ էլ ավելացնես, ինքը մազի մեջ չի մտնելու ֆոլիկուլի մեջ։ Այդ ֆոլիկուլը ինքը մինի կոմպյուտեր է 3D, ինքը արտադրում է մազ, ինքը շատ նուրբ օրգան է, ու ոչ ոք չգիտե ինքը ոնց է աշխատում, հələ պարզված է չի։ Իր վրա կարող է ազդել վիրուսները, կարող է ազդել վատցնվելը, վիտամինի պակասը կարող է ազդել իր վրա, ապացուցված չի։ Հաճախ վարսավիրներն են ավելի շատ խորհուրդ տալիս։ Իրանք են գտնում։ Խորհուրդ տալիս են, բայց էֆեկտիվություն չկա։ Այդ շամպունները, ասենք հիմնական օճառահեղուկները, բան Դաժե տոկոս է չի կազմում մազաթափությունը բուժելու մեջ ինքը։ Ուղղակի մարդկանց շեղում է հիմնական իր խնդրից, ասում է կգա էլի էսի լվամ, կքսեմ։ Կամ ներշնչվում են, որ եկել է արդեն։ Հա, վիտամիններ կխմեմ կգա։ Լիքը վիտամիններ են խմում, որ վիտամինի պակաս չունեն, լիքը ցինկ են խմում, վիտամին D3 են խմում, երկաթ են խմում, որ պետք չի, ֆերրիցին են խմում, որ պետք չի իրանց։ Այդ մազաթափությունը ինքը լուրջ խնդիր է։ Արտասահմանում օրինակ Եվրոպայում կա
մազաթափման բուժման ինստիտուտներ, մեծ հիվանդանոցներ կա։ Մենակ դրանով են իրանք զբաղվում։ Մեր մոտ այդպես զարգացած չի այդ ճյուղը, դաժե մի հատ տրիխոսկոպիան, տրիխոգրաֆիան, ասենք մազի արմատը միկրոսկոպիկ լաբորատոր նայեն ասեն, որ տիպի մազաթափությունն է, դի օջախային է թե ուրիշ է։ Չկա, չի նայվում, բայց այդ արմատը նայելը շատ կարևոր է։ Ինքնաբուժության մեջ նաև շատ է տարածված սխտորի կիրառումը, ինչպես նաև տարբեր յուղերի, օրինակ ասում են գերչակի յուղն է շատ լավ մազաթափությանը։ Ոչ մի օգուտ իրանք չեն տալու։ Ընդհակառակը այդ սխտորը որ կսում են գլխին, ինքը մաշկը գրգռելու է, կարմրելու է ինքը, հետո հաստանալու է մաշկը, չի աճելու ինքը մազը դրանից։ Հին մեթոդներ են գալիս։ Հետի կարող է ժամանակին արել են, հետո մազերն եկել են, ասի տեսար սխտորը քսին կաճավ, կամ գերչակը քսին կաճավ։ Կա նաև սպասողական, ասենք, բուժում, որ շիմա չես անում, ինքը գալիս է։ Դա թերևս ամենաճիշտն է, երբ մարդը չի մտածում այդ ուղղությամբ։ Մանա օջախային է։ Կարելի է որ շիբան չանել մանանդ երեխեքի մոտ, ինքը գալու է։ Ունիվերսալն կգա 2 տարի, 3 տարի, 4 տարի, բայց ծնողները աշտոք այդքան կսպասեն, չեն հավատա իրանք բժշկի, կտանեն այս բժշկից մյուսի մոտ, այն բժշկը կասի ես բուժում եմ, ես բուժեմ, այն մյուսը կասի ես եմ բուժելու։ Պես մրսավազք գնում էլի բուժողների մեջ։ Լիքն են։ Բայց արդյունքը շատ քիչ է։ Ասեմ 100%-ի մեջ 20%։ 20%-ն է արդյունքի հասնում այդ օջախայինը մի քիչ բարձր, մի 40, 50, 60 լավ է, կգա։ Բայց այդ տոտալը ավելի պրոգնոզը անբարենպաստ է։ Ինչքան ինքը շուտ է սկսվի, ինքան պրոգնոզը անբարենպաստ է։ Ոչ մի ժառանգական խնդիր չկա այդ հիվանդության մեջ։ Ոչ մի ասենք սննդային բան չկա, ասենք նայում ես ոչ նորմալ սնվող բան երեխեք այն ինչ մազեր ունեն, բայց նայում ես լավ պահած այո, բամբակի մեջ մեծացած երեխաները եկել տեսար հայրում մեծ տրագեդիայի մեջ են, իրանք պատրաստ են ամեն ինչի։ Ուտպես իրանք գտնում են սրանից ու արդյունք չի լինում։ Բժիշկ հիմնականում հատկապես երիտասարդ տղաների մոտ, երբ սկսվում է ճաղատությունը, իրենք էլ բավականին մեծ սթրես են ապրում։ Կա արդյոք մի մեթոդ, որը պայքարի ճաղատության դեմ, այսինքն կանխարգել ենք, երբ արդեն առաջին նշանները տեսնեն, պայքարեն դրա դեմ։ Այդ ճաղատությունը ինքը մտնում է անդրոգենային ազատապության մեջ։ Անդրոգենը արդեն հիշում է, արդեն որ ինքը գալիս է հորմոն, գալիս է գենից արդեն իր հորմոն, թորող ֆորմոն թափվել է, իր մոտ էլ թափվելու։ Ինքը գենային բնույթ կրի։ Կարելի է քսել մինոքսիդիլ, կարելի է վիտամիններ խմել, մի քիչ կանգնեցնել այդ process-ը, բայց դա չի կանխվի, ինքը մեկ է թափվելու է վերջը։ Ինչքան որ թափվելու է թափումը, բայց այս գլխի կողքերը մնալու է։ Միակ ելքը կարելի է այս ակտիվ զոնայից գլխի ծոծրագից վերցնել, կարագել տեղադրել թափված տեղը։ Պատվաստում, այո։ Իսկ հիմնականում ազատապությունը ավելի շատ որ խմբի մոտ է նկատվում եւ որ սեռի։ Հիմնականում ինքը հանդիպում է կանանց մոտ։ Երևի կանանց հորմոններով կապված, ստրեսներով կապված իրանց, ասենք դիետա պաշտպանելու, իրանց ինչ ասես գլխին չքսելու, ասենք ինչ փորձառներ չանելու, այդ բոլորի հետ է կապված ֆենի, որ իրանք անտատ մազերը ֆենում են, իսկ ֆենը ինչ է անում, ինքը չորացնում է մազը։ Մազը դառնում է անկենտան բան, չոր, մեկ է ինքը պոկվելու է մի օր գլխից։ Հիմնականում կանանց մոտ, երեխեքի մոտ հիմի օրինակ առաջ մի 20 տարի առաջ երեխա չեն բերում ազատապությամբ, բայց այս վերջին 7-8 տարին գալիս են երեխեքը։ Դա էլ համարվում է, որ վիրուսները տարբեր, որ իրանք հիվանդանում են, ասենք էնտերովիրուս, այդ վիրուսների հողի վրա են իրանք ազատապում, վիրուսը նստում է ֆոլիկուլի մեջը, ինքը ազդում է, դրա նկատմամբ հագամարմիններ են առաջանում իր օրգանիզմում, իսկ հագամարմինները մի անգամից խփում են ֆոլիկուլին ու մազը թափում է դա, կոչվում է աուտոիմուն մազաթափություն։
Օրինակ որպես մասնագետ կարող եք արձանագրել, որ COVID-ից հետո հա մազաթափությունը այդ դեպքերը աճեցին։ Կրկնակի շատացել է։ Ու երեխեքի մոտ։ Առաջ էր տեսնել 2-3 տարեկան երեխա այդպես թափված ու չկա ինքը։ Մի շատ կա։ Կանա ֆիզիոլոգիական որ երեխան ծնվում է, ասեմ մազաթափված, բայց դա պետք է սպասեն մինչև մի տարի ընթացքում ինքը գալու է։ Դա ֆիզիոլոգիական մազաթափություն է։ Կաված ասենք արգանդում այդ իր դիրքից տրավմայից ստացած այդ մասի։ Այսպիսի մի վարկած կա, որ երեխայի մոտ եթե հա նկատվում է մազաթափություն կամ լրիվ ճաղատ է երեխան, ասում են սափրենք, որ նորը կա։ Ճիշտ է սա, թե էլի ինքնախապեյություն։ Չէ, թե լա ինքնախապեյություն։ Այդ չեղածը չի գալու, այդ բայց կարծես թե սափրելուց հետո սափրազներ գալու է մեկը։ Եթե ինքը իր ժամանակն ունի այդ ալոպեցիան, մի օր առանց որևէ բանի ինքը գալու է։ Գալիս է։ Կարող է դեղեր անեն, վիտամիններ խմեն, ասեն տեսար վիտամին խմեցի եկավ, այդ շամպունը լվացի տեսար եկավ։ Այսինքն դրանք զուգադիպություններ են։ Հա, ապացուցված չի ոչ մի տեղի ազդեցությունը, որ ինքը բերում է մազը։ Մենակ մի ասենք տեղ կա, այդ մինոքսիդիլն է, մի մեծ ասենք գնում 5%, 2%, ինքն է լայնացնում այդ պորերը, ասենք անցքերը, ֆոլիկուլի, մազի կրկրում, մազը աճի։ Բայց ես վերջերս զգում եմ, որ ինքն էլ արդեն սկսել է չօգնել։ Կարող որակն ենք, կարող է էլ չի օգնում։ Այդ կոսմետոլոգիական կամպանիաները շատ մեծ փող են աշխատում մազաթափության վրա։ Ու բավական, ասենք, այն տեղն են իրանք թողարկում, որը ասենք պետք է իրան, որ լսի, որ այդպես տեղ կա, որ ինքը առնի անպայման քսի գլխին։ Պետք է հետազոտվի, հիվանդը պետք է լավ հետազոտվի, պետք է անալիզներ տա, պետք է հորմոնները տա, մի հատ էլ տեսնենք ստամոքսային տրակտը պետք է ստուգվի, օնկո պաթոլոգիան պետք է շեշտվի, այրան պակասը պետք է շեշտվի, ասենք միկրոէլեմենտները պետք է այրան մեջ լինեն նորմալ, նոր արդեն բուժում կնշանակվի։ Բայց երկարատև բուժում։ Մեկ օրում, 10 օրում, 20 օրում ինքը չի բուժվելու։ Դες գալիս են, ասում են, ես բժիշկը չբուժեց ինձ, ասում են, ինչքան է տևի բուժումը, մի ամիսվա ինքը չէր կարա բուժեր։ Ասում ես 2 տարի պետք է բուժման համար, շատ ծանր են ընդունում։ Չեն հավատում, գնում են արդեն ուրիշի մոտ, որը մի ամիս, 2 ամիս կասի։ Ավելի քիչ ժամկետ է տվել, բայց միևնույն է արդյունք չի լինելու։ Ես կարծում եմ, որ այս մազաբուժությունը ինքը խորը հետազոտման պրոգրեսիվ, ասենք, մեթոդների կարիք ունի, որը չկա։ Իսկ բժիշկը պետք է զբաղվի դրանով, բժիշկը պետք է ունենա լաբորատորիա նորմալ, գործիքներ պետք է ունենա, որ չկա։ Ձեր խոսքում նաև նշեցիք, որ հա մազերի հարդարումը այո, եւս նպաստող միջոց է։ Իսկ ներկելը մազերի դա եւս ներկելը նայած ինչ ներկով է ներկում։ Եթե էժանագի ներկերով է ներկում, դա չի լինի։ Բայց եթե բուսական հիմքի վրա ներկեր կան, կարնիերը ունի, ասենք, դրանով կարող ներկեն, խնդիր չկա։ Այստեղ բուն խնդիրը process է, մազի արմատի մեջ է, այսինքն ֆոլիկուլի մեջ է, այդ փոքրիկ մասաստեղծ օրգանի մեջ է, թե ինչ է կատարվում դեղ ինքը ոնց է որոշի աշխատել, heç ոք չգիտի։ Կարող է մի օր ինքը որոշի, որ ինքը սկլերոզ է առաջանում, փակում է անցքը ու վերջ, այդ մաս չի աճել այդ մասը։ Կամ ինքը կաճի կելնի, սև նորմալ հաստ մազեր։ Այսինքն ավելի շատ անհատական բնույթ է, հա։ Անհատական կապված արտաքին ներքին օրգանիզմի, ասենք, խնդիրներից է կախված, հանգստությունից է կախված, ժամանակ, տևողություն, չվերազել, ասենք, պանիկայի մեջ չգնել։ Մենք կարծես թե շատ վախեցրինք մեր հեռուստադիտողներին, բայց միևնույն ժամանակ էլ նաև զգոնության կոչ անենք, որպեսզի ավելի ուշադիր լինեն մազերի հետ տարվող խնամքի նկատմամբ։ Բացի մազաթափությունից, բժիշկ Հովհաննիսյան, կուզենայի մի փոքր մաշկային հիվանդություններից խոսեինք, առավել հաճախ հանդիպող պսորիազ հիվանդությունից, որը կարծես թե ունեցողների մոտ սա արդեն խնդիր է։ Դե պսորիազը ինքը տարածված հիվանդություն է։ Ինքը աշխարհում 3-4% պսորիազը հիվանդ կա։ Ու պսորիազը բարձել են, որ չի բուժվում ինքը։
որտեղ ինքը կրում է գենային ժառանգական բնույթ։ Սա միանշանակ է։ Հա։ Ինքը կարող է պսորիազի առաջի տիպի պսորիազ լինել, երբ որ ասենք պսորիազի կլինիկան զարգանում է մինչև 15-16 տարեկան, դա կոչվում է պսորիազ առաջի տիպի։ Կա պսորիազ երկրորդ տիպի, ասենք 40-50 տարեկան է պսորիազը սկսվում իր մոտ։ Ասում է գնացի ավայրա տվեցի չաղայնացա, բան պսորիազը սկսավ։ Ոչ իր գենի մեջ ինքը արդեն կա։ Ու մի օր ինքը գելնի գլուխ է բարձրացնում ու պսորիազի ձևերը շատ են։ Կարող է մենակ գլխի մեջ սահմանափակվի, կարող է մենակ եղունների վրա լինի պսորիազ, կարող է մենակ ծալքերի շրջանում լինի, կարող է մենակ հոդերի շրջանում լինի, կարող է ասենք գլխից մինչև ոտքերը տարածուն պսորիատիկ էրիթրոդերմիա լինի, որը շատ բուժում է մենակ ցիտոստատիկներով, հորմոններով, դժվար բուժում է։ Ինքը վարակովի հիվանդություն է, թե ոչ։ Ինքը վարակովի չի, կարող հանգիստ քնի երեխաներին քրգի սիրի ցանկալի է վարակովի լիներ, որտեղ վարակովի ագենտը կա, աղբյուրը կա, եկա բուժենք, դա կանցներ, բայց ինքը չէ, ինքը ժառանգական բնույթ ունի։ Կանխարգելող միջոց կա։ Ոչ։ Երբեք չգիտենք երբ է սկսվելու, երբ է վերջանալու, բայց մի օր որ սկսվեց, ասենք եղա մի օջախ, ասենք գլխի վրա, ինքը ամբողջ կյանքը կարող է մնա այդտեղ, բայց կարող է մի օր ասենք սերական հասունացման 17-18 տարեկանում ինքը արդեն սկսել մաշկի վրա երևալ արդեն։ Այդ վաղ արդեն հիվանդը պանիկայի մեջ է գնում։ Դե ինչի է այդպես եղավ։ Ու սկսում են բուժումները, մազեր եւ այլն, ես կբուժեմ, մենք կբուժենք, բայց չէ։ Հիմնականը քիչ խնամական բուժում է պետք, մազեր քսել ու վերջ։ Դե չէ մի ասենք թանկարժեք, դժվար ճարվող, տեղորայք օգտագործելն էլ էֆեկտիվ չի։ Ամերիկայում է չեն բուժում, ոչ է Եվրոպայում պսորիազը։ Պարզ է։ Բժիշկ Հովհաննիսյան, քանի որ ինձ հուշում եմ, որ մեր ժամանակն արդեն մոտեցել է իր ավարտին, ես կուզենայի որպես երկարամյա մասնագետ, հա, այս ոլորտում ձեր կոչը հղեիք մեր հեռուստադիտողներին։ Եթե մաշկային խնդիրներ կունենաք, դիմեք մասնագետին, մաշկաբանին, մի թիմի թերապևտին, վիրաբույժին եւ տունը բուժող անող հեկիմներին։ Դիք հավատան նրանց։ Եղավ։ Շատ բարի, մենք ականջալուր կլինենք անպայման ձեր հորդորին։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ ես ձեզ հիշեցնեմ, որ այսօր մեր ինֆոյի տաղավարում հյուրընկալել էինք Գյումրու Էնրիկո Մատեի անվան պոլիկլինիկայի մաշկաբան Վազգեն Հովհաննիսյանին։ Դե ինչ, ուշադիր լինենք բժշկի հորդորներին եւ մնանք առողջ, մեր ինֆոներ եթերում կհանդիպենք։